անընդհատ լսելով ադրբեջանական բենզինի մասին մի այսպիսի հակափաստարկ եմ բերում, որ թուրքական հագուստ առնում հագնում եք, ադրբեջանական բենզինն ինչա որ չեք առնում, այսինքն այդտեղ խնդիր չեք տեսնում։ Եվ ես ուզում եմ ուղղակի հարցնել, դա ձեր սեփական տեսակետն է, համոզմունքն է, փաստարկն է, թե ուղղակի լսել եք իշխանական քարոզչություն։ Եթե այսօր հմեկով եւ ամբողջ իշխանական մեդիայով քարոզվեր այլ բան, դուք նույն ձև եք մտածելու։ Գիտեք ինչու եմ սա ասում, որովհետեւ թուրքական հագուստը եւ ադրբեջանական բենզինը բացարձակ կապ չունի երևույթի հետ, ինչի մասին խոսվում է, որովհետեւ դուք տեսել եք Հայաստանի որևէ ղեկավար հատուկ կանգնի եւ միջազգային հարթակներում շնորհակալություն հայտնի Թուրքիային թուրքական հագուստ թույլ տալու համար։ Բայց դա է արել Նիկոլ Փաշինյանը, քանի անգամ Ալիևին շնորհակալություն հայտնելով ցորեն եւ բենզին թույլ տալու համար, որպեսզի գա Հայաստան։ Ապրանքներ, որոնց կարիքը կյանքի ու մահվան հարց չէր, հա, այսինքն չունենք, որպեսզի հատուկ շնորհակալություն հայտնվի։ Իսկ առհասարակ ցանկացած առևտուր թշնամիների միջև հնարավոր է, նույնիսկ թշնամիների, նույնիսկ պատերազմի ժամանակ հնարավոր է։ Մարդիկ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ երբեմն դադարային վերցնում միասին ամանորը նշում Սուրբ Ծնունդը, հետո շարունակում իրար վրա կրակել։ Այսօր ռուս-ուկրաինական պատերազմում թե Եվրոպան, թե Ուկրաինան ինչ որ ժամանակ, հա, մինչև վերջնական արգելափակումը Ռուսաստանից գազ էին գնում։ ԱՄՆ սանկցիաներ էր կիրառել Ռուսաստանի վրա, բայց նրանից ուրան էր գնում։ Առևտուրը թշնամիների միջև հնարավոր է, խոսքը դրա մասին չէ, խոսքը նրա մասին է, թե դու ինչպես ես դա ներկայացնում քո ժողովրդին, որպես երկնքից իջած մանանա, թե ուղղակի բիզնես։ Սա է խնդիրը, եթե օրինակ ադրբեջանական բենզինը գար հայկական շուկա առանց որևէ այսպիսի տոնակատարությունների եւ ձեզ ներկայացնելու դա որպես մի մեծ նվեր, որ Ադրբեջանի կողմից մի բարի կամք մի դիկտատորի կողմից, ով պատճառ է դարձել 5000 մինչև զոհերի, անհետ կորածների, մինչև 150,000 մեր հայրենակիցների իրենց հայրենիքից զրկման, արտաքսման, այսօր շարունակվում են ապօրինի բանտարկված մարդկանց նկատմամբ խեղկատակության այդ թատրոնը դատավարությունը, Հայաստանի տարածքը օկուպացված է, Հայաստանը անվանվում է Արևմտյան Ադրբեջան։ Այդ մարդու հետ, եթե անգամ պետք է առևտուր անել, դա չպետք է ներկայացվի որպես խաղաղության օրակարգ եւ հատուկ շնորհակալություն հղվի, այն էլ միջազգային մակարդակում Ալիևին բենզին եւ ցորեն ուղարկելու համար։ Իդեպ ձեզ մի բան ասեմ, եթե տեղյակ չեք, մաքուր ազգային որևէ ապրանք աշխարհում գոյություն չունի։ Այն բենզինը, որ դուք այսօր գնում եք այս ժանգնով, դա դեմպինգային գին է, որը ձևավորվել է ուղակի երկաթգծով գալու արդյունքում։ Հետագայում ինչ գին կդառնա դա դեռևս ոչ ոք չգիտի, որովհետև դա քաղաքականացված է։ Հատուկ ձեզ ցույց տալու համար, որ տեսեք, մենք էժան ապրանքներ ենք այսօր ստանում, ինչ լավ բան է խաղաղությունը, որը դեռևս իրավաբանորեն հաստատված չէ։ Խաղաղությունը իհարկե լավ բան է, ոչ ոք չի վիճում, բայց այն ունի գին։ Այն ունի արժեք, այն պետք է լինի փոխադարձ։ Որտեղ այդ փոխադարձության սկզբունքը, երբ ադրբեջանական բենզինի հետ միասին հայկական կոնյակ գնար Բաքու եւ Բաքվից էլ հնչեր շնորհակալություն նման լավ կոնյակ մեզ ուղարկելու համար, ես ինչ-որ միտեղ կասեի, որ կա խաղաղության մթնոլորտ։ Բայց ձեզ դարձրել են սովորական ապրանքի սպառող, որը ի դեպ պրեմիում դասի բենզին Ադրբեջանը չի արտադրում, հիմնականում ներմուծում է, ու գիտեք որտեղից։ 60-ից մինչև 90% նայած երբ իր պրեմիում բենզինի սպառումը նա ապահովում են Ռուսաստանը, Ռումինիան, մինչև 100% Արաբական Միացյալ Էմիրությունները։ Այսինքն 60%-ից ավել է Ադրբեջանը ներմուծում է այսօր եկած այն բենզինը, հատկապես հակառուսական հիմար քարոզչության մեջ, որ ռուսականն էլ է թշնամի, ռուսականից էլ հրաժարվեք, եթե դու ռուսականից հրաժարվես գնես ադրբեջանականը, երաշխիք չէ, որ այն էլ ռուսական չէ։ Էժան է, որովհետև Ռուսաստանից երկաթգծով հասել է Հայաստան ինչպես ցորենը։ Եվ եթե դուք ուշադիր հետևեք լրատվությանը, կիմանաք, որ այս առևտրի մեջ Ռուսաստանը միշտ մասնակցում է։ Եվ թրիփի նախագծում էլ է մասնակցելու, որովհետև այս տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները վերաբերում են բոլորին, ինչպես ծովային առևտուրը։ Այդտեղ հնարավոր չէ որևէ երկրի արգելել մասնակցել։ Թուրքական հագուստից եք խոսում, դուք գիտեք, որ թուրքական բամբակի մի մասն էլ ներմուծվում է ասիական տարբեր երկրներից, նույնիսկ Միացյալ Նահանգներից։
երբ որ ասում ես թուրքական հագուստ, ձեզ ինչ է թվում, որ ամբողջությամբ դա թուրքական է, չկա աշխարհում արտադրանք, որ 100%-անոց լինի ինչ-որ ազգային, խոսքը դրա մասին չէ, խոսքը նրա մասին է, որ դեռևս վերջնական խաղաղություն չհաստատված, դեռևս արյունը չչորացած, դու դեռևս քո հանդեպ թշնամությունը շարունակող, շրջափակումը շարունակող, որովհետև իսկական սահմանների բացումը կլինի ուղիղ սահմանային կապը, այլ ոչ թե Վրաստանով, դու շնորհակալություն ես հայտնում, ստորանում հերթական անգամ եւ ընդամենը բոնուս տալիս քո օլիգարխներին հարստանալու։ Իսկ սեփական ժողովրդի արժանապատվությունը, իրավունքները, տնտեսական շահը նաեւ քո ապրանքների մատակարարման խնդրի լուծումը չհասած դու կռանում շնորհակալություն ես հայտնում, որ ինչ։ Սա է խնդիրը։ Հետևաբար այդ հիմարությունը կրկնելուց առաջ թուրքականներն ու մենք ադրբեջանականի չենք առնում։ Իմացեք, որ ադրբեջանականն էլ դե 100% ադրբեջանական չի, թուրքականն էլ 100% թուրքական չի։ 70 տարի գրեթե 2 սերունդ է սովետական միությունում դաստիարակվել եղբայրության, խաղաղության, համերաշխության ոգով, բայց դա չխանգարեց ադրբեջանցիներին Բաքվում, Սումգայիթում, ընդհանրապես իր տարածքում նաև ներառյալ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը իրականացնելու էթնիկ զտումներ, ցեղասպանական գործողություններ։ Դա չէր խանգարում Ադրբեջանին խաղաղ սովետական միության եղբայրության մեջ տարածքային զավթումներ իրականացնել, անկլավներ ստանալ, որովհետև Ադրբեջանի մեջ իրենց կապ չունի սովետական միությունը, այսօրվա Ադրբեջանն է թե որը, անգամ եթե խաղաղության պայմանագիր ստորագրվի, չես հանելու հայերի հանդեպ մանկուց բարուրից ներկրված ներսրսկված այդ ատելությունը, որ նրանք ուզում են ուղղակի այս երկրին տիրանան։ Եվ եթե չի լինում արժանապատիվ պատասխան դրան, չի լինում այդ սահմանի հստակ գծումը դրա, հերթական ստորացումն է հանուն խաղաղության, ինտերնացիոնալի եղբայրության, ստանալու ենք նույնը։ Եվ Ադրբեջանը միշտ հիշեցնում է, որ քանի դեռ չեք փոխել սահմանադրությունը եւ չեք անխոչնդոտ կապ, այսինքն Զանգեզուրի Միջանցքի իրենց պատկերացրած վերջնականորեն չեք ապահովել, չի ստորագրվելու խաղաղության պայմանագիր։ Հետևաբար ինչ կա այստեղ շնորհակալություն հայտնելու։ Սա է խնդիրը, սիրելի ժողովուրդ, եւ դուք ձեր վերաբերմունքը պետք է ցույց տայք, որ մեզ գրոշներով գնել արժանապատվությունը հնարավոր չէ։ Իսկ ցանկացած ապրանք, ցանկացած առևտուր կարելի է իրականացնել նույնիսկ ամենաոխերիմ թշնամու հետ, հարցը դա չէ։ Հետևաբար թութակի նման կրկնելուց առաջ հաշիվ տվեք ձեզ, որ առևտուրը, բիզնեսը եւ պետական քաղաքականությունը երկրի ղեկավարի դիրքորոշումը պահվածքը, կեցվածքը տարբեր բաներ են։ Ամեն մեկը պետք է իր տեղում լինի։ Սա է խաթարվել, սրա մասին ենք մենք խոսում։